Ինչպես գիտեք, 2014 թվականի դեկտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթած վարչախումբը եւ ճակերտավոր ընդդիմությունը վավերացրեցին Եվրասիական տնտեսական միության պայմանագրին միանալու Հայաստանի Հանրապետության պայմանագիրը, ընդ որում վավերացրին խախտելով Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Այդ քայլով վարչախումբը փաստորեն անցավ այն սահմանը, որով մեր պետությունը նոր գաղութային կարգավիճակում էր, անցավ մի նոր դասական գաղութային վիճակի, քանի որ մենք ստացվում է, որ մեր մի շարք ռազմավարական որոշումներ հանձնում ենք օտարին։ Այսպիսով վտանգելով այնպիսի անսակարկելի արժեքներ, ինչպիսիք են Արցախը եւ ինքնիշխանությունը։ Ինքնիշխանության մասին խոսելիս պետք է նկատի ունենալ 3 բաղկացուցիչ. անվտանգությունը, ռազմաքաղաքական անվտանգությունը, տնտեսական անվտանգությունը, ինչպես նաեւ երրորդ շատ կարևոր մի բաղադրիչ արտաքին հարաբերությունները։ Եվ երբ որ մենք դիտարկում ենք այս բաղադրիչները եւ մեզ փորձում են համոզել, որ անվտանգության նկատառումներից ելնելով այս ամեն ինչ արվեց, հարց է առաջանում, թե ինչ վտանգից խուսափեց Հայաստանը եւ ինչ նոր մարտահրավերներ ստացավ այս քայլը կատարելով։ Ինչպես գիտեք, Հայաստանը ունի արդեն իսկ մի շարք ռազմաքաղաքական պայմանագրեր Ռուսաստանի հետ եւ հարց է առաջանում, թե արդյոք բավարար չէին այդ պայմանագրերը Հայաստանի անվտանգությունը ապահովելու համար։ Եվ ինչով այս նոր քայլը ինչ պիտի ավելացնի մեր անվտանգությանը, եթե նախորդ պայմանագրերը չեն ապահովում բավարար անվտանգություն։ Մենք այդպես էլ չստացանք այս հարցի պատասխանը։ Մենք չստացանք նաև պատասխան այն հարցին, թե ինչպես կարելի է ժողովրդական իմաստության լեզվով ասած փոթորկուն ծովում, տնտեսական փոթորկուն ծովում, ինչպես կարելի է խարիսխ նետել։ Եվ որ այն շուկան, որի մասին խոսում է եւ որը մեր համար բաց էր մինչեւ հիմա, չգիտես ինչու խոսում է նոր շուկա մտնելու մասին, մինչդեռ մենք այդ շուկայում էինք բավական երկար ժամանակ։ Եվ հիմա, երբ որ փոթորկում վիճակում է գտնվում այդ շուկան, Հայաստանը որոշում է իր տնտեսական շատ կարևոր որոշումների կայացումը հանձնել երրորդ կողմի եւ իրեն մեկուսացնել իր մոտակա հարևաններից, նախ եւ առաջ Իրանից։ Այն դեպքում, երբ որ տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում բազմաբևեռ իրավիճակ է ստեղծվում եւ Հայաստանը գտնվելով խաչմերուկում հրաշալի առիթներ ունի օգտվելու այս նոր ստեղծվող բազմաբևեռայնությունից եւ ավելացնելու իր ինքնիշխանության չափը, թե տնտեսական, թե անվտանգային առումով։ Ոչ պաշտոնապես խոսվում է այն բանի մասին, որ մենք այս 25 տարիների ընթացքում մենք ինչը հնարավոր է մեզնից հնարավոր է մենք արել ենք, մենք այսքան անկախություն կարող ենք պահել մեր երկրում եւ մենք զիջում ենք այնինչ չենք կարող պահել։ Սա առաջի հերթին արժանապատվությունից, անկախությունից, ազատության գաղափարից, այս արժեքներից, որոնք ցանկացած ժողովրդի համար, ցանկացած մարդու համար, մարդի համար ամենաառաջին արժեքներն են, այս արժեքներից հրաժարում է նշանակում։ Այսօր Հայաստանի առջև եւ հայ ժողովրդի առջև ծավալած մարտահրավերները դրանք չեն, ինչի մասին խոսվում է, կամ միայն դրանք չեն, այսինքն Ռուսաստանի ներկա իշխանությունների, ներկա ռեժիմի դիկտատի դիմաց անհնարինության խնդիրը չէ միմիայն, այլ մենք ունենք բազմաթիվ ներքին մարտահրավերներ, մենք ունենք տարածաշրջանային շատ ավելի լուրջ մարտահրավերներ եւս, եւ այդ բոլորի գիտակցությամբ առաջին հերթին այս նախաձեռնությունը ունի այդ ներքին վճռականությունը, ներքին համոզվածությունը, որ չենք զիջելու
մեր ազգի, մեր ժողովրդի, մեր պետության իսկական շահերից ոչ մի բան չենք զիջելու եւ այդ ինքնավստահությունը փոխանցելով մեր ժողովրդին մենք այսօր հայտարարում ենք, որ այս պայմանագիրը, որի տակ 2 օր առաջ ստորագրվեց, դա կարճ ժամանակը կարող է շաբաթներ լինի, ամիսներ լինի կամ բազմաթիվ ամիսներ լինի, բայց ժամանակի ընթացքում այս պայմանագիրը իջիկ է դառնալու եւ մեր ժողովուրդը առաջին հերթին, առաջին պայմանով իր ներքին ազատության, ներքին վճռականության եւ արժանապատվության դերը լինելու հավատամքով ոչ միայն ցախորեցնելու է այս ծրագիրը, այլ իրականացնելու է իր առաջ դրված խնդիրները։ Հանրապետական կուսակցությունը, ով իրեն ուրեմն հորջորջում է Նժդեհյան գաղափարների կրողը, բազմիցս մեզ ասում է, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորողը հանդիսանում է Ռուսաստանը։ Ես հիշեցնում եմ, որ հենց Նժդեհն էր ասում, որ հայերը կհաղթեն միայն այն դեպքում, երբ որ իրենց վերաբերվող հարցերում հույսը կդնեն միայն իրենց վրա։ Այն հանգամանքը, որ մեր պետության անվտանգությունը ապահովում է այլ պետություն, սա արդեն խոսում է, որ մենք պետություն չունենք, որովհետև պետության առաջնային գործառույթն է ապահովել իր անվտանգությունը եւ իր ժողովրդի անվտանգությունը։ Եվ երբ որ հանրապետականը հպարտանում է, որ այլ պետություն, այդ թվում Ռուսաստանը հանդիսանում է մեր անվտանգության երաշխավորողը, ես այդ հպարտության առիթը չեմ հասկանում։ Երկրորդը, ինչ վերաբերում է Ռուսաստանին, մեկը լիներ Ռուսաստանի անվտանգությունը ապահովել։ Ռուսաստանը այսօր աշխարհում նրան անվանում են խորտակվող նավ։ Եվ ինչպես մեկ դար առաջ եղավ, երբ որ մենք մեր հույսը կապել էինք ռուսների հետ եւ ստացվեց այնպես, որ Ռուսաստանը այնպիսի խնդիրներ ունեցավ, որ գնաց իր խնդիրները լուծելու եւ մենք կանգնեցինք կոտրած տաշտակի առաջ եւ ստիպված եղանք Սարդարապատ ունենալու, ոչ թե մեր կամքով։ Հիմա նույնը սպասում է նաեւ հիմա։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի եւ Արևմուտքի մեջ կան խորացող բախումներ։ Եվ եթե մենք մտնում ենք Եվրասիական տնտեսական միության կազմ, ապա դառնում ենք բախվող կողմերից մյուսի Արևմուտքի հակառակորդը։ Եթե մենք մտնելու լինենք Եվրոպական միության կազմ, կդառնանք Ռուսաստանի հակառակորդը։ Եվ այստեղ հարց է առաջանում, իսկ ապա ինչպես անել, որպեսզի չդառնալ որևիցե մեկի հակառակորդը։ Այստեղ պատասխանը պարզ է։ Պետք չի մտնել հակամարտող կողմերից որևիցե մեկի կազմ։ Եվ սա չի նշանակում ոչ մի դեպքում մեկուսացում։ Սա միակ ճանապարհն է, որպեսզի Հայաստանը կարողանա երկկողմ հարաբերություն ունենալ թե Ռուսաստանի, թե Արևմուտքի հետ։ Իսկ ինչ վերաբերվում է մտնել ԵՏՄ-ի կազմ, սա նշանակում է մեր ինքնիշխանության հանձնում եւ ինչպես ուրեմն մի դար առաջ եղավ ռուս-թուրքական սիրախաղերի արդյունքում մենք ունեցանք ահռելի տարածքների կորուստ, սա բերելու է երկրորդ Մոսկվայի պայմանագրին, սա բերելու է Արցախի կորուստին եւ այլն։ Եվ հիմա ես որոշակի ուղերձ եմ հղում արդեն մեր սահմաններից դուրս գտնվող թե ռուսներին, թե թուրքերին, ովքեր նման հույսերով են իհարկե։ Ուրեմն ինչպես ժամանակին Լեոնիդ Ազգալյանը ասեց, Արցախը Հայաստանը եւ վերջ։ Հիմա ես կրկնում եմ այդ խոսքերը որպես հաջորդ սերնդի ներկայացուցիչ։ Նախորդ սերնդում եղան մի շարք անհատներ, ովքեր մեր անկախության, այդ թվում ռուսական կայսրությունից անկախանալու համար իրենց կյանքը տվեցին։ Հավաստիացնում եմ բոլորին մեր սերնդում էլ նույնպես նման անհատներ կան։ Եվ եթե նախորդ դեպքում խրամատները աղդամում էին, այսօր խրամատները կարող են լինել այստեղ, մեր ետևում։ Եվ զգուշացնում եմ թե թուրքերին, թե ռուսներին, թե իրենց այսպես ենթակա այս ռեժիմին։ Հայաստանը, ներառյալ Արցախը պիտի լինի ինքնիշխան, եւ եթե մեր սերունդը ապրել է դե յուրե ինքնիշխան Հայաստանում, ապա մենք ապագա սերնդին ժառանգելու ենք դե ֆակտո ինքնիշխան Հայաստան, Արցախը այդ Հայաստանի Հանրապետության կազմում։ Արցախը ամբողջությամբ եւ իր լեռնային տարածքներով եւ իր հովտային տարածքներով մինիմում մինչև Քուրգետը, ինչպես նաեւ Նախիջևանը։ Այս տարածքները հայկական են եւ որևիցե մեկը կլինի Ռուսաստանում, Թուրքիայում, Ադրբեջանում թե այլտեղ, թող հույս չունենա, որ մենք իբրև երիտասարդներ, իբրև նոր սերունդ որևիցե թիզ հող կնվիրաբերենք իրենց։ Այսօր այստեղ գալուց ճանապարհին մեկը ինձ հարցրեց, ինձ շատ սիրել է, հարգարժան, շատ լավ բարեկամս հարցրեց, ինչու Հայաստանի անդամակցությունը դու դիտում ես գաղութային,
ԵՏՄ-ին։ Ինչու գաղութային չեն օրինակ մեր Բելարուսի եւ Ղազախստանի անդամակցությունը։ Հարցը ինքնին արդեն մի քիչ իր մեջ պատասխան պարունակում է, եթե Բելարուսը եւ Ղազախստանը ինչին են անդամակցում, այսինքն Ռուսաստանին են անդամակցում։ Բելարուսը եւ Ղազախստանը Ռուսաստանի հետ ձևավորել են գուցե իրենց հարմար տնտեսական միավորում։ Հայաստանը ստորագրել է, որ ինքը ուզում է անդամակցել այդ երեքի ձևավորած միավորմանը, եւ եթե այն երեքը բանակցելու իրենց երկրի շահերի հորիզոնական իրավունքների հնարավորությունների քննարկումով մի միավորում են ձևավորել, Հայաստանի համար այստեղ կա ուղղակի իմաստով թելադրանք։ Հայաստանը իր երկրի օրենքները եւ իր երկրի շահերը հարմարեցնում է այդ երեքի ձևավորած միավորմանը։ Կարծում եմ սա նույնիսկ արդեն քննարկման խնդիր չի։ Նույնիսկ մինչև հիմա, եթե սա տնտեսական միավորում է, ապա նույնիսկ մինչև հիմա տնտեսական մի հաշվարկ չկա Հայաստանի հեռանկարների։ Այնքան ակնհայտ է, որ սա ուղղակի իմաստով Հայաստանին հարկադրված քայլ է, եւ այնքան ակնհայտ է, որ Հայաստանը թելադրանքով է մտնում մի տարածք, որ կարծում եմ նույնիսկ սա արդեն չի քննարկում, չնայած փաստարկներն արդեն իսկ վաղուց բազմաթիվ են։ Եվ հարկադրանքը արդեն գաղութացված երկրի ստիպված գործողությունն է։ Մենք հիմա, մեր երկիրը հիմա հենց այդ գործողությունը արեց։ Ես այսօր առավոտյան կարդացի Արմեն Ռուստամյանի մի բացատրությունը, որ մենք անդիմություն ենք երկրի ներսում, արտաքին հարաբերություններում մենք չենք կարող եւ չպետք է լինի անդիմություն։ Ասել կուզի, որ եթե արտաքին հարաբերություններում ՀՀԿ-ն որոշի, որ Հայաստանը դառնում է Ռուսաստանի աշխարհագրական տարածք, դարձյալ մեր քաղաքական անդիմությունը հավատարիմ մնալով արտաքին հարաբերություններում երկրում միասնական լինելու որդեգրած իր դիրքորոշմանը պետք է այս քայլին գնա։ Սրանք բոլորը քայլեր են, որոնք ցավոք սրտի այս կարգի եզրակացությունների կամ առիթ են տալիս կամ արդեն առիթները գումարվելով դառնում են ընդհանրական եւ օրինաչափական։ Եվ ես կարծում եմ, որ մենք իրավունք ունենք այս խնդիրը ձևակերպել այսպես. Հայաստանի ԱԺ այս պահին բացի ժառանգությունից եւ մասնավոր երկու անձից ԱԺ եւ Հայաստանի պատգամավորները ուղղակի ստորագրեցին Հայաստանի բարձգահութացման տակ իրավական գաղութացման արդեն, եթե փաստացի էր գաղութացումը։ Մենք մեր օլիգարխների գաղութից վերածվում ենք մեկ ուրիշ պետության, այսինքն դասական գաղութի, երբ երկիրը բացարձակ դրվում է մեկ ուրիշ երկրի իրավական եւ փաստացի ու գործնական հրահանգների ու թելադրանքի տակ։ Եվ ցավոք սրտի սա նոր չի։ Այս օրերին հիմնականում սոցիալական ցանցերում հետևելուց նկատում ենք ինչ-որ չափով խոճապային վիճակ, ինչ-որ չափով կարծես մի մեծ ողբերգություն է տեղի ունեցել, ինչ-որ չափով զարմանալի է իմ համար, որ ինչպես կարող են լուրջ մարդիկ այս ռեժիմից սպասային այլ որոշում։ Կարծես այդ մարդիկ մոռացել են, որ մեր ժողովրդի իշխանությունը մի խումբ մարդկանց կողմից զավթված է։ Կարիք չկա խոճապի, կարիք չկա առավել ևս ողբերգության։ Կարծես մի մթնոլորտ է պատրաստվում են թաղման։ Ամեն ինչ կորել է, վերջ, չենք կարող եւ այլն։ Այդպես չէ։ Մենք վստահ ենք, որ լուծումը կա։ Ինչ վերաբերում է այն բանին, որ անցած օրերին թե մենք ինչու ներկա չէինք ֆիզիկապես այն քաղաքացիների խմբի մեջ, որոնք փորձում էին հորդորել ու չոչապով բարդացրել չագետավոր պատգամավոր կոչեցյալներին։ Մենք այդ մասին միշտ բարձրացնել ենք, ասելով, որ այս սիստեմի ներս պայքարի դրամապանությունը անիմաստ է։ Մենք հարկում ենք այն խումբ քաղաքացիները, որ օրեր շարունակ կանգնեցին ազգային ժողովի մայթի առաջ եւ փորձեցին իրենց, այսպես ասած, վերջի հորդորը հուշել։
Սակայն մենք ի սկզբանե ունեցել ենք այն կարծիքը, որ դա փոխ անիմաստ է։ Ապա ինչ պետք է անել։ Այդ մասին մենք հաջող ենք խոսել եւ կործել այդ ուղղությամբ։ Եվ այժմ մենք շարունակում ենք կործել։ Եվ բարեբախտաբար վերջնաժամկետին մոտենում ենք։ Այսինքն հերո չէ արդեն այն օրը, որ մենք մեր ժողովրդին հրավիրելու ենք հրապարակներ եւ տուն չենք վերադառնալու մինչեւ այս ռեժիմից չցերպազատվենք։ Ես ոչ եմ անում Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներին, ասելով որ ուղղակի կարող եք մասնակցել այս ամբողջին, ոչ միայն ապրիլի 24-ին կամ նախօրյակին այստեղ լինելով, այլ այսօրվանից սկսյալ, ինչու՞ չէ նաև ֆիզիկապես այստեղ լինելով, գլխավորապես մոբիլիզացնելու համար մեր ժողովրդին։ Մենք բոլորս գիտենք, որ Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցները բոլոր ունեն այստեղ հարազատներ, բարեկամներ, շրջապատ։ Իրենք պիտի գիտակցեն, որ այս կորձը, որ մենք այսօր վերցրել ենք մեր ուսերին, դա միայն մեր պարտականությունը չէ։ Մենք հայտարարել ենք, որ 2015 թվականի ապրիլի 24-ին իրենց ռեժիմը հեռացվելու է։ Եվ դրանից հետո այս նմանատիպ անիրավ եւ ոչ օրինական որոշումները, որոնք հակասում են թե մարդկային տրամաբանությանը, թե Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը եւ օրենքներին։ Դրանից հետո իրենց հեռացվելուց հետո այս պայմանագրերը չեղյալ են համարվելու եւ մենք երբևիցե չենք հանդուրժի, որ Հայաստանը լինի որևիցե պետության կամ վերպետական կազմակերպության լծի տակ։